Անձի մեղախորտով, բանին և գործով, և ամենայն մեղով զոր գործեն մարդիկ, մեղաչևս ձեզ խնդրեցեք վասնի մաստուցոս հողություն։ Որ մսի ձեզ մամքասերն աստված և խորչուշնորսյան են հանցրասերոց, անցելուն աշուն սարչեղեն բրգեսի աստատս սեզս գործս բայզ և հանգուստես դեսի հանդրծի արգեն ասնամեն։ Ազատ ես ձե և զես մարդասերն աստված և թող ձեզ ամենայն անցանս ձեր, դաց է ժամանակ ապաշխարելով և գործելոց բարիս, ուղես ձեզ առաջկակյանս է շնորություն մոքույնը զորոն և օրմատ և նմապար կավիտյանս ամեն։ Շեշի և մեզ առաջյան մագարին ասա։ Իշյալ իշիկ առաջյան մագարին աստուծո։ Աղաղակեցեք արդեն ամենայն երկից հարայեցեք կյանուրախության, մրտեք առաջյան զդության ծաներոց վինայել վերասված մեր, մեզ և ոչ մեր ասմեք ժող և հաշնարոտի նորա, մրտեք նետյուրս մնամոսմանությամբ և ուրկությամբ և արգես նորա, ոսկովակ և ելուկյան և օրվեցեք զանում նորա, ասեն մեր ավիդյան և ոնություն նորա, ասկեն և ատետ շմատություն նորա, Ակոյ, ոտքոյ, ոտքույ սրբով, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն, Սուրբ եկեղեցյալ սաղաչ Եսուս Տեր, Քրիստովակ մրգեցես մեզ նեղատի Եսուսեր շնորհավորության, ամենակապ դերասնած մեր Եսով Էրոնյա։ Իմեջ տաճարիս և առաջի աստվածը կար և պայծառացյալ, զուտ նշանածս և զուտչեղույս, օնարյալ չիքների գետի պարամեջ, հսուր վստաշանի վսախոս, ներությունս ուսումոտներ և պարամեջ, և ես մանցալև զորություն և սպարս ու կորև ծպոխույն, այժմ և միշտ և հավիդյան սայթերից անդեն ներաստուզով, մտից առաջի սեղանու աստու աստված, որ ապարես մանին, Դավարային աստված, գիրգավարային դաստանիու, ասկեր որ ոչ ես ու դիմացով մեր աշխարհ և նամներ մրգյալուս, դու աստված, ազորիչի մեզ սնդեր մուրացածից, հնդեր դրդում դրան կեզիներ նշնավոր իմով, մտից առաջի սեղանով աստուծո արասպած, որ ապարնես մանկությունի, Ադուներ դրդում ես անտիվ կամնդեր ռովեցիս, ուսար աստված, ոսկովանյան մապրկիչ ես ատիմոց աստված է,
ձեր քարոզել, ձեր օրությունը վստահեցավ արքայության, արքայով ձեր արդեն վասնես։ Եվ ևս սաղոթյանս Տեր աճեսում ընկագեցո և օրյա
Քանզիսի կբո տարապացելոց իկավո եւ իտղմո ընթերցվածս իմաստության արակած գրքից է։ Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովեն սաստիկ երկյուրից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղությունից ճնշված պիտի հառաչեն ու ասեն. սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս, մենք անմիտներս նրա վարքը ողորմություն էինք համարում, իսկ նրա վախճանը անարգանք, բայց նա ինչպես դասվեց Աստծո որդիների շարքը, դառնալով սրբերին վիճակակից, ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ Ընթերցվածս Եսայա մարգարե եւ կատարեցին աղոթքով եւ ժողովուրդ ամենեքին արդար եւ հավիտյանը ժառանգեցեն ձեռքեր պահել ըստ նորատու գործոց ծերոցույանց իփարոս Սակավավորը հազարավոր ելիցի եւ կրսել հազմեց զիեստելն ժամանակս ժողովեցիցս նոսամ հոգիտյարն իվերային վաստորո եւ էոցիսիս ավետանել աղկատած արակյացիս բժշկեց բեկյալը սրդյուկ քարոզել գերյաց տողություն եւ կուրաստեսանել կոչել ամդյարն ընդունելի եւ որ հատուցման աստծովերով մխիթարյալ զամնեն սկավորս տալ սկավորացիովնի պարս փոխանակ մոխրույն օծումն ուրախության եւ սկավորածն հանդերձ պարած փոխանակ մոխրույն վահատության եւ կոչեց ծենդոկամ ազգ արդարության տունք դյարնի պարս եւ շինեց սեն զավերակ գրավիդենից եւ սառաջագույն ավետարանեմ եւ հրգեր ավերյալ սնկանգնեսին եւ նորոգեսին ըսկաղակս ավերյալս հազգացմեն հասկ եւ էլիցին մոտարացին կովիվ խաշանցքոց եւ այլազգիկ մաճակակ եւ այգեգորսքով բայց դուք քահանայք դյարն գոչեշիք, պաշտոնյայք աստծոներով, անվանեշիք զորություն ազգազքերիչիք, եւ էդության մոցամ սկանչելին էչեք։ Փողանակամոտով ձերով կրկին ուրախություն, եւ փողանական արգանասերով սնդություն, եւ ապա զերքիրն հեկրորդում ժառանգեսեն, եւ ուրախություն հավիտենից իվերագլխով նորամ։ Պողոս առաքյալի եւ պրայցնեին ուղված թղթից է ընթերցվածս։ Լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեք նրանց, որտեղ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, եւ նրանք ուրախությամբ թող անեն այն բանը եւ ոչ օգոց անելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ Աղոթեցեք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք, ուզում ենք ամեն ինչում բարի ընթացույց տալ եւ առավել եւս իմ
ես ձեզ աղաչում եմ, որ այդ բանն անեք, որպեսզի ավելի շուտ դառնամ ձեզ մոտ։ Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծովիրն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք հավիտյանս ամեն։ Ալելույա, ալելույա։ Դու ես կան հավիտյանս կարգի Մելքիսեդեկի և Տեր ընդ մեքում
Grigorius Aloci, Aristakis Libertalisi, Ugara Grigoriusi, Nersis Saga, Danieli Efata, Petrova Vataveni, Grigorius Aregasoi, Nersis Ilaisoi, Rolando Horodnesoi, Grigorius Mosezaderacias, Grigorius Grigorius Yacentesisias, Ovasia Vateas Hayastanias, Eresi Shatagisun Padaras Savashve. Ias Marcelos Repos, Araginas Evas Masuis Ruladas, Osi Antoni,
Սիրելի հավատացյալներ, ինչ կարոզս սկսել էի, որ միական մարդը պիտի համարեմ, երավնիկի սիրո և գնատանքի խոսքեր ուղելու համար, հայրապետական թեմիս բարեպտան օպանով ծրբազանով։ Ումորքյան հնարավորություն ունեցա այս աստվածահաճո և Տիրոջ ներկայությունը և փառքը վայելել Սուրբ Պատարագաւառությամբ։ Եվ նաև իմ որդիական և եղբայրական շնորհակալությունը և օգնության խնդրանքն ու երախտիկը այս սրբազան տաճարով ծառայող իմ երկու հոգևոր եղբայրներին։ Աստված թող զորացնի անսասան պահին ձեր կոչումը, ձեր ոցումը և ձեր առաքելության մեջ լինեք այնպիսին, ինչպիսին ժամանակին և տպիր էի ներկայացնում։ Դուք եք իմ հոգևորական դառնալիքն։ Տեր Աստված զորացրում ես քո բախտով և քեզ ուսացողներից մի լքուր։ Մեր եկեղեցու աղոթքների մեջ հաճախակի հանդիպում ենք այս տողերը, սիրելի։ Ինչ օրեր եք ապրում, ինչ այդ կորոնավիրուս։ Մարմնավորակ, որ միայն մարմինն է սպա։ Այսօր ինչ հիշադակության տոն է։ Երբ կվիրավորվի, ինչ խորհուրդ ունի դա։ Այս արգելքների
այս ընդունելի միանշանակ հասկանալի արկելքների ժամանակաշրջանում, որն է մեր անելիքը, որպես քրիստոնյա։ Արդյոք մենք երբևէ աղոթել ենք Աստծուն այդ առումով։ Գիտեք Պողոս առաքյալը ինչ է ասում, սիրիկներ։ Հավատքով ասված աղոթքը կբժշկի հիվանդը։ Անվանական չի ասում, այսինչ չի ասված։ Ընդհանրական է։ Եվ այստեղից հաց, որ ինքներս մեզ պիտի և ոչ միայն հոգևորականներս, այլ ողջ քրիստոնյա աշխարհը։ Ինչու չենք աղոթում հավատքով։ Կարծեք այդ կորոնավիրուս ավելի զորավոր էր, քան մեր բազմամյա գործը եկեղեցի հաճախելու, Աստծուն պաշտելու և աղոթելու։ Նկատում եք երկու ամսվա մեջ ամեն բան զրոյի առասարած։ Մեր հոգևոր կյանքը նույնպես։ Սկսեցինք մտածել այլ բաների մասին, բացի աղոթքից։ Բացի խնդրելու Տիրոջից, որ փրկի մեզ և պաշտպանի։ Այսօր ամենալավ օրինակն է հավատքով դժվարությունները հաղթահարելու։ Մեր հոգևոր հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քանի տարի մոտ քանի տարի աղոթքով դիմացավ և հաղթեց։ Եվ հաղթեց ոչ թե նա, այլ իր հավատքը։ Իր հավատքը հաղթեց իր Քրիստոսի անունով։ Նրան, ում որ հավատում է։ Հիմա մենք ինչ պիտի ենք։ Այո ձեռքերը ախտահանեցինք, այո դիմակները կրում ենք և դա բնական է, պետք է անենք։ Բա որպես քրիստոնյա ինչ պիտի անենք։ Ինչու ենք մեկուսացել աղոթքից։ Ինչու ենք մեզ հեռու պահում։ Մեկ պատկերացում եմ կազմում, որ կարծեք, թե շատ հաճախ ինքներս մեզ խաբում ենք, երբ ասում ենք, որ հավատացյալ։ Ես ինքս շատ հաճախ անգիտակից կերպով եմ սեքեմա հակում և տանստություն։ Շատ հաճախ։ Հիմա դա ինչպես կարող եմ ես վերացնել։ Որն է իմ դեղը փողության։ Ինչպես պիտի անեն, որ այն հավատքը, որ ունեի, վերականգնի։ Ահա բանասը։ Սուրբ սեղանի վրա։ Քրիստոսի մարմինը և ալիքը։ Բայց այս սրբությունների սրբությունը դեռ բավական չէ։ Կարիքը կա նաև ձեր սրբին։ Ձեր հավատքը, որ երբ ընդունեք մարմինը և արյունը, լինեք օրինակ և վկայություն բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածամտորեն են մոտենում սրբության ու զորության, որ սա ամեն ինչի տեղում, թե հոգևոր, թե մարմին։ Դուք պետք է դառնաք վկայություն մեր բոլոր քույր և եղբայրների համար։ Եվ կուզեմ, երբ մոտենաք հաղորդություն ընդունելու, ձեր մտքում ունենաք մտածում և խորհում, Տեր Աստված, թող այս սրբությունը, քո մարմինը և արյունը լինի փրկություն իմ ժողովրդի, իմ ընտանիքի,
Հայաստան, Արցախ աշխարհների եւ ողջ մարդկության ունենք իշխանություն, հիշեք։ Քրիստոս մեզ տվեց իշխանություն, ով իրեն հավատում է։ Ինչ որ կապեք կապված կլինի, ինչ որ արձակված կլինի, ինչ որ խնդրեք իմ հորից կտամ ձեզ։ Ամեն հնարավորություն տվել է Քրիստոս։ Ուրեմն հիմա հենց այսօր լուսավորչի Եղնի Վիրապետոնի այսօր այս խորհրդով պիտի խնդրենք, որպեսզի մենք էլ մեր հոգևոր ծնողի, մեր առաջին հայրապետի նման դուրս գանք հաղթանակած այս իրավիճակից, այս բուխից, այս աղբյուրից։ Եվ խնդրում եմ, որ ձեր աղոթներում հիշեք մեր բանակը եւ Արցախը, որտեղ որ ձեր աղոթների կարիքը շատ է, ձեր հոգևոր ջերմության եւ աղյատության կարիքը շատ է։ Սեր, շնորհ, դիակոններով եւ Քրիստոսի Հիսուսի Քրիստոսի, եղեցին ձեզ ու դարմենեսյանս։ Ամեն։
Amen.